Ռուսաստանը կորցրել է Հայաստանի վրա ճնշում գործադրելու իր կարևոր գործիքներից մեկը՝ արցախյան հակամարտությունը, եւ այժմ փորձում է օգտագործել տնտեսական լծակներն ու վախի մթնոլորտ տարածելը։ Այս մասին մեդիա կենտրոնում ասել է առաջադեմ քաղաքականության աշխատարան հասարակական կազմակերպության համահիմնադիր Էդգար Վարդանյանը։ Նրա խոսքով Մոսկվայի վերջին ուղերձները ոչ թե գործընկերային, այլ շանտաժի տրամաբանության մեջ են։ Վարդանյանի գնահատմամբ Ռուսաստանը փորձում է ազդել Հայաստանի ընտրողի վրա, վախեցնելով տնտեսական ճնշումներով, միգրացիոն խնդիրներով, գազի գնի բարձրացման եւ ռուսական շուկայի սահմանափակման հնարավորությամբ։ Վերջի շրջանում պաշտոնական Մոսկվայի գործողությունները միտված են բացառապես դրան՝ ազդել ընտրական գործընթացի վրա, այնպես անել, որ մարդիկ իրենք հասկացել են, որ անհնարին է հասնել նրան, որ լինի դրական վերաբերմունք հանրային ընկալումներում հանդեպ Ռուսաստանի։ Անհնարին է դա։ Եվ ուրեմն ինչ պետք է անել այս պարագայում ըստ իրենց, ուրեմն պետք է վախեցնել եւ դրանով իսկ փորձել այնպես անել, որ գոնե հասարակության ինչ որ մի հատված իր քաղաքական կողմնորոշումը, իր քաղաքական ընտրությունը ըստ էության հիմնի վախի վրա։ Քաղաքագետը նշել է, որ խաղաղության օրակարգը եւ բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը չեն նշանակում հակառուսականություն։ Ըստ նրա, Հայաստանը փորձում է չդառնալ որևէ բևեռի գործիք եւ կառուցել հարաբերություններ ինչպես արևմուտքի, այնպես էլ տարածաշրջանային երկրների հետ։ Վարդանյանի կարծիքով, հայ-ադրբեջանական հարաբերություններում փոխշահավետ կապերի ձևավորումը կարող է նվազեցնել պատերազմի ռիսկը։ Ինչու հենց Թրամփի գործոնը դեր խաղաց եւ Ադրբեջանը գնաց նաեւ այս գործընթացի հետևից եւ մենք ունենք այսօր նախաստորագրված խաղաղության պայմանագիր, որովհետեւ ըստ էության Միացյալ Նահանգները այսօրվա Թրամփի վարչակազմը ասացին մենք աչք ենք փակելու մարդու իրավունքների ոտնահարումների վրա, որը կա Ադրբեջանում։ Մենք դա գերակա չենք համարում, ի տարբերություն, ասենք, Բայդենի վարչակարգի, եւ դուք ունենալու եք տարատեսակ օգուտներ, հա, դուք ներդրումներ կունենաք, դուք կմտնեք մեծ խաղի մեջ եւ այս դեպքում Ալիևի վարչախումբը ըստ էության ասաց, որ հա դե ինչու ոչ։ Քննարկման մյուս բանախոսը ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանն այլևս Ռուսաստան կամ Արևմուտք պարզունակ ընտրության առաջ չէ։ Նրա խոսքով երկարաժամկետ անվտանգությունը պետք է հիմնվի ոչ թե արտաքին երաշխավորի, այլ սեփական պետության, ինստիտուտների եւ գործընկերային դիվերսիֆիկացված համակարգի վրա։ Ընտրողը պետք է, կարծում եմ, գնա ընտրության իրեն տալով հետևյալ հարցը. արդյոք մենք հիմար ենք այնքան, որ չենք կարող մտածել, արդյոք մենք անկարող ենք այնքան, որ չենք ի վիճակի չենք ինքներս կառուցել մեր երկիրը, ինքներս կառուցել մեր պետությունը, արդյոք մենք ի վիճակի չենք առհասարակ որպես սուբյեկտ լինել եւ որևէ մեկը պետք է երաշխավորի մեր համար ամեն ինչ, եւ ընտրողը պետք է իրեն հարց տա, որտեղ է այսօր աշխատում երաշխավորի ինստիտուտը, եթե մոլորակի վրա մի տեղ ցույց կտան, որևէ տեղ, որտեղ երաշխավորի ինստիտուտը աշխատում է, ապա խնդրեմ կարող են գնալ եւ իրենց ձայնը տալ այնպիսի քաղաքական ուժին, որը առաջնային է համարում երաշխավորի ինստիտուտը։ Մենք արդեն անցել ենք այդ պատմական իրողությունների միջով։ Մենք տեսել ենք ինչ է նշանակում, երբ դուք ամեն ինչը զիջում ես մեկ պետության, տալիս ես մեկին, հենվելով նրա վրա, որ նա կերաշխավորի քո անվտանգությունը։ Դա չի աշխատում եւ երբևէ չի աշխատելու։ Քննարկման մասնակիցների գնահատմամբ Հայաստանի անվտանգության հարցն այլևս չի կարող սահմանափակվել միայն արտաքին ուժի վրա հենվելու տրամաբանությամբ։ Նրա խոսքով երկարաժամկետ կայունության հիմքը պետք է լինի խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացումը, կախվածությունների նվազեցումը, գործընկերային ցանցի ընդլայնումը եւ Հայաստանի որպես ինքնուրույն քաղաքական սուբյեկտի ամրապնդումը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։